Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ ու Տիրոջը ևս մեկ անգամ ուզում եմ փառք տալ այս գեղեցիկ հնարավորության համար, որ ունենք Տիրոջ խոսքի շուրջ մտորելու եւ իր խոսքով հաստատվելու ու առաջնորդվելու համար։ Ու այո, սա մեծ առանձնահատկություն է, որին որ մենք արժանի չենք, բայց Տեր Աստված իր որդու միջոցով մեզ արժանի դարձրեց։ Հնարավորություն տվեց, որպեսզի մոտենանք իրեն, մոտենանք մեր տկարություններով հանդերձ, բայց Քրիստոսով ծածկված, Քրիստոսով ներում ստացած։ Ու սա իրապես հրաշալի է եւ երանի նրանց, ովքեր որ այս ամեն ինչը հասկանում են, գիտակցում են եւ փափագում են։ Այսօր խոսելու ենք Տեր Հիսուսի հոգատարության մասին, որ արտահայտվում է մեր կյանքում ամեն վայրկյան, ամեն պահ։ Նույնիսկ այս հոգատարությունը արտահայտվում է աշխարհիկ մարդկանց, այսինքն նրանց նկատմամբ, ովքեր որ այդ ամեն ինչը չեն գիտակցում, չեն հասկանում, բայց մենք առավել եւս որպես Տիրոջ զավակներ պետք է հասկանանք, որ Տիրոջ հոգատարությունն է, որ մեզ պահում է։ Մինչև կանցնեմ բուն հատվածի սերտողությանը, մի քանի պատմությունից դրվագներ եմ ուզում հիշեցնեմ, որոնց մասին, որ գուցե դուք ինքներդ էլ լսել եք կամ հիշում եք։ Ու պատմության ընթացքում իրականում Քրիստոսի անունով, քրիստոնեության անունով բավականին դաժանագին իրադարձություններ են տեղի ունեցել։ Օրինակի համար 1999 թվականի հուլիսի 15-ին առաջի խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ որ խաչակիրները գրավեցին Երուսաղեմը, ներկա պատմիչների թվագրությամբ կամ գրելով ասվեց, որ Երուսաղեմում մոտավորապես սպանվեց 10,000-ից մինչև 30,000 հրեա եւ մուսուլման։ Եվ այդ ամեն ինչը տեղի էր ունենում Deus Vult, ասենց ասած կոչով, որ նշանակում էր Աստված այդպես է կամենում։ Մի քանի դար անց 1478 թվականուն Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ II-ը եւ թագուհի Իզաբելա I-ը Իսպանիայում հիմնեցին ինկվիզիցիան, որը որ չարչարեց եւ սպանեց մոտավորապես 2000-ից 5000 մարդ, իսկ պատճառաբանությունը հերետիկոս որպես մեղադրանքներ։ Այնուհետև 1572 թվականի օգոստոսի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ Սուրբ Բարդեղոմեոսի օրվա կոտորածը, երբ որ կաթոլիկ հավատացյալները Փարիզում սկսեցին բողոքական հուգենոտների զանգվածային սպանությունը եւ այդ օրվա մեջ Փարիզում զոհվեց մոտավորապես 2000-ից 3000 մարդ, իսկ ամբողջ Ֆրանսիայում զոհերի թիվը հասավ 5000-ից 10000-ի։ Եվ նորից այս ամեն ինչը արվում էր Քրիստոսի քրիստոնեության ճշմարտության անվան տակ։ Ու պատմության մեջ նման դաժան իրականությունները մենակ այս երեքը չեն։ Նրանք շարունակական են եղել եւ կարող է հարց առաջանալ, թե ինչի է նման բան տեղի ունենում, որն է պատճառը այս ամեն ինչի, այո, մեծ հաշվով մեղքն է, բայց մենք պետք է հասկանանք մի բան, որ շատ մարդիկ իրենց անվանում են քրիստոնյա, բայց Քրիստոսի հավատքի ճշմարտության հետ ընդհանրապես կապ չունեն։ Եվ կարող են այնպիսի բաներ անել Աստծո անունով, որը որ ընդհանրապես նորից կապ չունի Տեր Հիսուս Քրիստոսի իր ուսուցման հետ։ Դրա համար նույնիսկ մեր օրերում մարդիկ կգտնեք, ովքեր որ խոսեն Աստծո մասին, բայց իրականում չեն ճանաչի ճշմարիտ Աստծուն։ Գուցե կճանաչեն ճշմարտությունը, բայց այդ ճշմարտության մեջ չեն ճանաչի Աստծուն նորից։
Եվ Մատթեոս 12-րդ գլխում մենք միասին տեսնելու ենք հենց այն, որ մարդիկ կային, ովքեր որ գնահատում էին, պաշտում էին եզև ասած շաբաթը, իրենց անվանդությունները, բայց մարդկային կյանքը իրանց համար ոչինչ չարժեր։ Եվ հենց պատկեցեք այս խավարի մեջ հայտնվում է մի լույս, Տեր Հիսուս Քրիստոսը, ով որ սկսում է իր լավագույն օրինակով հոգատարություն ցուցաբերել մարդկանց նկատմամբ։ Եվ այդ հոգատարությունը բացահայտվում է մարդկանց հանդեպ նրա խոսքի, նրա գործերի եւ փրկարար գործի կամ փրկարար առաքելության մեջ։ Եկեք բացենք Մատթեոսի ավետարան 12-րդ գլուխ, միասին ընթերցելու ենք 9-ից 21 համարները։ Եթե ունեք ձեր հետ ձեր սուրբ գրքերը, բացեք եւ կընթերցենք Մատթեոս 12, 9-ից 21 համարները։ Եթե դեմ չեք, եկեք ոտքի կանգնենք եւ ոտքի կանգնած ընթերցենք։ Եվ Հիսուսը այնտեղից հեռանալով եկավ նրանց ժողովարանը։ Եվ ահա այնտեղ ձեռքը չորացած մի մարդ կար։ Հիսուսին ամբաստանալու համար նրան հարցրին ասելով. «Թույլատրվում է շաբաթ օրը բժշկություն անել»։ Նա պատասխանեց նրանց. «Ձեզանից ով է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա եւ այն շաբաթ օրը փոսն ընկնի, նրան չի բռնի ու վեր հանի։ Արդ մարդը որքան առավել է ոչխարից, ուստի շաբաթ օրը բարիք գործելը թույլատրելի է»։ Այդ ժամանակ Հիսուսն այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնիր»։ Նա չորացած ձեռքը մեկնեց եւ այն մյուսի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպես նրան կորստյան մատնեն։ Երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ, եւ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա ետևից ու բոլորին բժշկեց։ Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, որպեսզի կատարվեր Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ, իմ հոգին նրա վրա կդնեմ եւ նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Նա չի հակառակվի, չի աղաղակի եւ ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի։ Ջաղջաղված եղեգը չի փշրի եւ արկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի, եւ հեթանոսները հույսը կդնեն նրա անվան վրա»։ Ամեն։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված, իրապես ողջ փառքն ու գոհությունը ուզում ենք քեզ ուղղել, Տեր։ Դու ես Տերերի Տերը, Տեր, եւ ուզում ենք եւս մեկ անգամ ողջ փառքն ուղղենք քեզ, որովհետեւ դու ոչ միայն խոսեցիր, քարոզեցիր, այլև քո անձնական կյանքով եւ օրինակով ցույց տվեցիր քո սերը, Տեր։ Եվ այո, մեծագույն քո սերը արտահայտվեց խաչի վրա, երբ որ մահացար բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ գուցե ինչ էին անում, հակառակ էին քեզ, Տեր։ Վարվում էին այնպես, ինչպես որ կամենում էին, բայց դու քո ողորմությունը ցույց տվեցիր, եւ մենք էլ ամեն վարքան, ամեն պահ տեսնում ենք քո ողորմությունը մեր կյանքում։ Աղոթում եմ, ով Տեր, որ օգնես, որ նմանվեն քեզ, Տեր Աստված, որպեսզի ամեն օրը, ամեն վարքանը իրապես նմանվելով քեզ գործեն քո անվան ու քո փառքի համար, Տեր։ Խոսքիդ միջոցով խոսիր մեզ հետ եւ դու փառավորվիր։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք, խնդրեմ։ Այս քարոզի շրջանակում հիմնական իմաստը, որի շուրջ ուզում եմ խոսեմ, հետևյալն է, որ Հիսուսի հոգատարությունը բացահայտվում էր իր ողջ արածի եւ ասացի մեջ։ Այն ամեն ինչ, որ նա խոսում էր, բացատրում էր, այն գործերը, որ նա անում էր, եւ այն փրկարար առաքելությունը, որ նա ուներ, ցույց էր տալիս իր հոգատար լինելը։ Եվ դա արտահայտվեց այս հատվածում 3 կերպերով կամ 3 ձևերով։ Առաջինը նա հոգատարությամբ բացատրում է նորից Աստծո խոսքը, Աստծո կամքը։ Երկրորդ նա հոգատարությամբ բժշկում է տառապողներին։ Եվ երրորդ հոգատարությամբ հույս է բերում բոլոր ազգերին։
Հիմա հերթով այս բոլոր երեք կետերի շուրջ ավելի մանրամասն կնայենք։ Առաջինը հոգատարության բացատրում է Աստծո կամքը։ Մինչ կհասնենք կոնկրետ հատվածի, ուզում եմ, որ մի փոքր հիշենք, թե անցած կիրակի ինչի մասին ենք խոսում։ Եթե կհիշեք, մինչև ժողովարան մտնելը մենք տեսանք մի իրավիճակ, որ Մատթեոս ավետարանիչը նկարագրում է մի իրավիճակ, որ փարիսեցիները եկան եւ դատապարտեցին Տեր Հիսուս Քրիստոսին, ասելով, որ քո աշակերտները անօրենություն են գործում եւ ցորենը ուտում են ձև ասած շաբաթօրով, որը որ անօրեն էր։ Եվ եթե հիշում եք, մենք հստակ խոսեցինք, որ Տեր Հիսուս Քրիստոս բացատրեց եւ ցույց տվեց, որ իրենց դատաստանը արդար դատաստան չէր, ինչու, որովհետև ոչ խոսքն էին հաշվի առնում, ոչ համատեքստն էին հաշվի առել, ոչ էլ հաշվի էին առել Տիրոջ բնավորությունը։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս հիմա այդ ամեն իրավիճակից հետո անցնում է որտեղ, ասում է, եւ Հիսուս այնտեղից հեռանալով 9-րդ համարը գնաց նրանց ժողովարանը կամ եկավ նրանց ժողովարանը։ Շաբաթ օրը Հիսուս Քրիստոսի համար սովորական էր ժողովարան լինելու, եւ ոչ միայն Հիսուսի, այլ բոլոր հրեաների։ Ինչու, որովհետեւ այդ 6 օր աշխատի եւ 7-րդ օրը հանգիստ է, այդ հանգիստը մենք արդեն խոսեցինք, միայն ֆիզիկական հանգստի մասին չէր խոսքը գնում, այլ նաեւ հոգեպես հանգստանալու, այսինքն մի պահ կտրվելու ամեն ինչից եւ խոսքի շրջանակում ինչ անելու, սովորելու, մտորելու, եւս մեկ անգամ Տիրոջը փառք տալու։ Ղուկասի ավետարանում գրված է, որ ժողովարանում Տեր Հիսուս Քրիստոս սկսեց ինչ անել, սովորեցնել։ Ժողովուրդը տեսնում էր մի մարդու, որը որ պատկերացեք իրենց կողքն է ու ձեռքը չորացած է, այսինքն որևիցե պարագայում չի կարողանում շարժել։ Եվ դա բավականին լավ տեսանելի է դառնում։ Ինչու, որտեվ եթե որևիցե մեկը իր ձեռքը կամ որևիցե մկան երկար չի օգտագործում, այդ ձեռքը ինչ է անում, բարակում է, նվաղում է, որովհետև չի օգտագործում եւ օրգանիզմը, այսպես ասած, հավելյալ մկաններ, որոնք որ մենք չենք օգտագործում, չի պահում։ Եվ 10-րդ համարը հետաքրքիր է։ Ասում է Հիսուսին ամբաստանալու համար նրան հարցրին։ Ուշադրություն դարձրեք, այն հարցը ինչ որ իրենց ասում են, իրենց չի հետաքրքրում հիվանդ մարդը, իրենց չի հետաքրքրում նրա ցավը, չի հետաքրքրում նրա ընտանիքը, գուցե մարդը չի կարողանում նորմալ կերպով իր ընտանիքը պահել։ Նրանց հետաքրքրում է միայն Հիսուսին որևիցե պարագայում բռնեն, սխալ գտնեն, պատճառ գտնեն եւս մեկ անգամ իրենց չարությունը ցույց տալու։ Մի եղբայր գրում է, ասում է, փարիսեցիների համար մարդու տառապանքը երկրորդական էր, իսկ իրենց կրոնական համակարգը առաջնային։ Շատ նման է մեզ նույնպես այսօր։ Շատ դեպքերում մեզ դիմացինի կյանքը, դիմացինի ընթացքը, դիմացինի խնդիրները մեզ այդքան հետաքրքիր չեն։ Մեզ հետաքրքիր են մեր կանոնները, մեր տրամաբանությունը։ Եվ ուշադրություն դարձեք փարիսեցիների համար, որ ունեին իրենք կարծես հեղինակություն, որոշակի հիերարխիկ իրավիճակ էին ստեղծել էին որոշակի կրոնական մեծ շարժում, հիմա այդ մեծ շարժումը ինչի տակ էր։ Վտանգի տակ էր, որովհետև մեկն է եկել, ով որ ոչ միայն հակառակը կանգնում այդ ավանդություններին, սխալ մտածելակերպին եւ այլն, այլ այդ ամեն ինչն անում է որպես իշխանություն ունեցող մեկը։ Եվ հիմա գոնե ինչ որ կերպով փորձում են, գոնե մի փոքր ինչ որ խնդիր գտնեն։ Ինչ որ մի բան գտնեն, որ ասեն, այ տես Հիսուս այս հարցում ինչ էր, սխալ էր։ Հիշեք, մարդ կարող է խոսալ Աստծո մասին եւ միևնույն ժամանակ չնկատել նրանց, ում որ նա սովորեցնում է։ Այսինքն մարդը կարա քարոզի, ուսուցանի, ճակերտավոր առաջնորդի, բայց իրեն ընդհանրապես չհետաքրքրեն այն մարդիկ, ում որ ինքը սովորեցնում է։ Որովհետև նա այդ մարդկանց համար չի անում, ոչ էլ Աստծո համար անում։ Իր անձի, իր փառքի համար է անում։ Որովհետև եթե մարդկանց կամ Աստծո համար աներ, կհասկանար մի բան, որ Տեր Հիսուս շատ հստակ ասել էր։ Ինչ որ այս փոքրերից մեկին արեցիք, ում արեցիք, ինձ արեցիք։ Եվ այս տրամաբանությունը պետք է փարիսեցիների համար շատ հստակ լիներ, որ այն ծառայությունը, ինչ որ իրենք անում են, կենտրոնում իրենք չպիտի լինեն,
կենտրոնում Տերը պետք է լինի։ Եվ ահա հայտնվում է մեկը, ով որ կամանց իրանց վրայից ուշադրությունը սևեռում է իր վրա։ Մեկը, ով որ իրենց տրամաբանության մեջ անորեն մեկն էր։ Մեկն էր, ով որ իրենց ուսումնական հաստատություններում չէր հաստատվել, իրենց նման չէր, իրենց կերպ չէր։ Բայց Հիսուս երբեք այդպիսին չէր։ Փարիսեցիները հարցնում են, ինչ հարց են տալի։ Թույլատրվում է շաբաթ օրը բժշկություն անել։ Ուշադրություն դարձեք, նրանք որոշ առումով արդեն սկսել էին ճանաչել Հիսուսին, որ Հիսուս հոգ է տանում մարդկանց համար։ Եվ այս հարցը, որ իրենք առաջ են բերում, դրթելու է Հիսուս Քրիստոսին բարին անելու, եւ նրանք սա շատ լավ գիտեին։ Շատ լավ գիտեին, որտեղ տեսել են արդեն որոշակի ընթացք Հիսուսի կյանքից։ Ու նորից սա անկեղծ հարց չէր, իրենց տրամաբանությամբ ծուղակն են ուզում գցեն Հիսուսին։ Բայց Հիսուս ինչ է անում։ Նորից սկսում է հոգատարությամբ բացատրել ճշմարտությունը։ Ինչու, որտեղ ստեղ խնդիրը մենակ փարիսեցիները չէին։ Փարիսեցիների ուսմունքին նաև հետևում էին այն մարդիկ, ովքեր որ լսում էին այս ուսուցիչներին։ Եվ Հիսուս Քրիստոս սկսում է բացատրել ճշմարտությունը, որպեսզի մարդիկ էլ հասկանան Աստծո խոսքի այն իմաստը, որը որ մարդկանց կողմից ինչ էր արել, ծրվել էր։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս պարզ տրամաբանական հարց է տալիս։ Ասում է, եթե ոչխարն ընկնի փոսը, միթե չեք հանի։ Բարձ հարց է տալի, որ իրականության մեջ բոլորն էլ գիտեն, բոլորն էլ գուցե նման իրավիճակներում հայտնվել էին։ Այստեղ Հիսուս ինչ է անում, բացահայտում է նրանց կեղծավորությունը։ Ինչու՞։ Որտեղ նրանք պատրաստ էին օգնել կենդանուն, այսինքն իրենց գույքը ավելի կարևոր էր, քան թե այս պարագայում ով, իրենց հարևանը, իրենց բարեկամը, մարդը։ Ու սա նորից պտտվում է իրենց անձի շուրջը։ Իմ ունեցվածքը ինձ համար ավելի կարևոր է, եւ ես իմ ունեցվածքի համար պատրաստ եմ ճակերտավոր շաբաթ օրը գործ անելու, ոչխարս այդ փոսից հանելու։ Դրա համար գնահատում էին սեփական ունեցվածքը, բայց չէին գնահատում Աստծո պատկերով ստեղծված մարդուն։ 12 համարում Հիսուս տալիս է գլխավոր սկզբունքը։ Ասում է արդ մարդը որքան առավել է ոչխարից։ Այսինքն ժողովուրդ ջան, դուք ինքներդ տրամաբան եք։ Ունեք գույք, ոչխար, չգիտեմ այլ ինչ որ բաներ, վտանգ կա այս հարցում։ Դուք պատրաստ եք շաբաթը խախտելու։ Բայց երբ որ հարցը վերաբերվում է մեկին, ով որ ձեր կողքն է, այսքան ժամանակ ժողովարանում է, դուք հիմա ինձ ուզում եք փորձեք, բայց այս մարդու ցավը ձեզ ընդհանրապես չի հետաքրքրում, դա ասում է մարդը որքան ավելի է։ Մեզ համար ինչքանով է մարդը ավելին, ինչքանով ենք մենք մարդկանց կարիքները տեսնում, սկսած մեր եկեղեցու շրջանակից եւ նաեւ մեր շուրջինների։ Մարդը պարզապես կենդանի չէ։ Մարդը կրում է արարչի պատկերը։ Ուստի Հիսուսն ասում է շաբաթ օրը բարիք անել, ինչ է, օրինավոր է, թույլատրելի է, կարելի է։ Շաբաթ օրը հենց դրա համար է Տերը տվել։ Ես հիմա նորից չեմ կրկնելու, բայց մենք անցած անգամ բավականին մանրամասն խոսեցինք, թե շաբաթ օրը Աստված ինչի համար տվեց։ Եվ սա հստակ ներկայացնում է, որ Աստված սահմանել է շաբաթը հենց բարիքի համար, այլ ոչ թե տանջվելու, ոչ թե օրենքներ սահմանելու եւ այլն եւ այլն։ Ու հիշեք մի բան, Աստծո ով լինելը չի հակասում այն սկզբունքներին, որ ինքը տալիս է։ Չի հակասում։ Եվ իր ողորմությունը Աստված ցույց է տալիս։ Եվ վերջը Աստծո բոլոր պատվիրանների նպատակը, վերջնական նպատակը ո՞րն է։ Աստծո փառքն է։ Ինչու՞։ Որովհետև Աստծո փառքը երևում է այն ժամանակ, երբ որ այդ օրենքը իրականություն է դառնում, եւ երբ որ այդ օրենքը իրականություն է դառնում, այն լավ է նաեւ ում համար։ Մեզ համար։ Դրա համար Հռոմեացիս նամակի մեջ Պողոս առաքյալը բավականին մանրամասն խոսում է նույնիսկ օրենքի, դժվար օրենքի բարի լինելու մասին։
Հիսուս վերականգնում է Աստծո կոնկրետ պատվիրանի այն շեղվածությունը, որը որ մարդիկ մցրել էին։ Եվ մենք նույնիսկ շատ դեպքերում նմանվում ենք հենց այդ փարիսեցիներին։ Երբ մեզ համար կանոնները ավելին են դառնում, քան թե մարդիկ։ Սկզբունքները ավելին են դառնում, քան թե մարդիկ։ Ավելի շատ մտածում ենք ճիշտ լինելու մասին, քան թե օրինակի համար սիրո։ Այնինչ ճշմարտությունն ու սերը միասին պետք է գնան։ Կարդացեք Հովանու նամակները, որ Հովանեսը գրել է։ Երկրորդ նամակը եւ կտեսնեք շատ հստակ, թե ինչպես է սերը եւ ճշմարտությունը միասին քայլում չեք կարող բաժանել։ Գուցե ավելի շատ մտածում ենք հաղթելու մասին, քան թե օգնելու եւ նորից հարց է պատտվում։ Երբ ենք վերջին անգամ իրապես Աստծո խոսքը հոգատարությամբ փոխանցել մեկին։ Մեկին օգնելու համար, ոչ թե պարզապես, որ մենք ցույց տանք, որ մենք ճիշտ ենք, որ մենք խելացի ենք, մեր վարդապետությունն ավելի լավ է եւ այլն եւ այլն։ Հասկանում եք, խնդիրը նորից ոչ թե պատտվի մեր շուրջ, այլ սովորեցրել եմ, որտեվ հասկանում եմ, որ այս մարդը դրա կարիքն ունի։ Ուզում եմ հոգատարությունը ցույց տալ ճշմարտությունը փոխանցելով։ Ավետարանը քարոզում եմ, որպեսզի ինչ անեմ, եւս մեկ անգամ ճշմարտությունը փոխանցեմ։ Աղոթելով, որ Տեր այս մեկի սիրտը բացի, որպեսզի ճշմարտությունը ճանաչի, փրկություն ունենա։ Եվ վերջո, վերջին անգամ երբ է մեր վարդապետությունը վերածվել ծառայության, ոչ թե ասենք երևացող մարդկանց համար։ Հասկանում եք ասածս։ Այսինքն կարող ենք շատ գիտելիք ունենալ, վարդապետություն ունենալ եւ այլն, բայց գործնականում ոչ մի բան չանենք։ Մեկ-մեկ ասում ես, այս մեծ գլուխ ունի, բայց ձեռքերն ու ոտքերը փոքր են, ինչի, որտեղ ոչ մի բան չի անում։ Կքննադատի, կխոսի, կհիմնավորի, բայց գործնական կյանքում չկա այդ մարդը։ Հիշեք մի բան, ճշմարիտ աստվածաբանությունը միշտ ծնում է Աստծուց եկած սեր։ Այն սերը, որը որ մեզ տրված է, մենք խոսել ենք սրա մասին։ Օրենքը ամփոփվում էր ինչով։ Երկու սկզբունքով՝ սիրիր դիմացին եւ սիրիր ում Աստծուն։ Ճշմարիտ վարդապետությունը նույնպես ծնում է ողորմություն։ Ճշմարիտ գիտելիքը միշտ տանում է դեպի Քրիստոսի բնավորությանը, որտեղ երբ որ ես ճշմարիտ վարդապետությունն ունեմ, իմ մեջ ձևավորվում է ում բնավորությունը Տեր Հիսուս Քրիստոսը, ինչու, որտեղ այս երկուսը մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Աստծո օրենքը, իր խոսքը ցույց է տալիս Տեր Հիսուս Քրիստոսի ով լինելը։ Դրա համար Հիսուս Քրիստոսը ինչ որ սովորեցնում էր, նույն կերպեր եւ ապրում էր։ Մեր դեպքում հենց մեկ-մեկ է դիսոնանսը առաջանում։ Մենք սովորեցնում ենք մի բան, բայց այլ բան ենք ներկայանում, այլ բանով ենք առաջնորդվում, այլ կերպով ենք շարժվում։ Հիսուսի հոգատարությունը մենք տեսանք ստեղ, որ ինչ արեց, Աստծո խոսքն էր բացահայտում, ճշմարտությունն էր փոխարինում, ցույց տալիս։ Եվ նա ոչ միայն սովորեցնում էր, այլ նաև բժշկում էր։ Երկրորդ կետը, հոգատարությամբ նաև Տեր Հիսուս Քրիստոս բժշկում էր տառապողին։ 13-ից 15 համարները։ Հիմա տեսեք, մինչև շարունակել ես ուզում եմ մի հետևյալ արտահայտություն անել։ Այո, մենք տեսնում ենք դեպքեր, որ Տեր Հիսուս Քրիստոս բժշկում էր, բայց սա չի նշանակում, որ բոլոր դեպքերում էր Տեր Հիսուս Քրիստոս բժշկում, եւ սա չի նշանակում, որ մեր ժամանակում նույնպես բոլոր հիվանդները պարտադիր կերպով պետքա բժշկվեն։ Բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս ոչ միայն սովորեցնում էր, այլ այդ պայծրությամբ իր կողքիները, ովքեր որ իր կարիքն ունեին, Տերը նաև այդ կարիքներն էր հոգում։ 13 համարը։ Այդ ժամանակ Հիսուսն այդ մարդուն ասաց. ձեռքդ մեկնիր։ Նա չորացած ձեռքը մեկնեց եւ այն մյուսի նման առողջ դարձավ։ Ուշադրություն դարձեք, որ նորից Տեր Հիսուս Քրիստոս մենակ չի սովորեցնում։ Գիտեր, որ ինչի համար են այդ հարցը տալիս, գիտեր դրա հետևանքը ինչա լինելու, հեսա միասին կնայենք, բայց այդ ամեն ինչը բոլորի առաջ, ասում է, քանի որ ես ասում եմ, որ շաբաթ օրը բարիք անել է պետք, ես ինչ եմ անելու, դա անելու եմ, ցույց եմ տալու, նույնիսկ վտանգելով իմ սեփական, ինչը, կյանքը։ Եվս մեկ հետաքրքիր էսվի առանձնահատկություն կա այստեղ։
Այս բaragայում Տեր Հիսուս Քրիստոս ինչ է ասում։ Ասում է ձեռքդ մեկնիր։ Մեկին ով որ ձեռք մեկնելու հնարավորություն, կարողություն չունի, ձեռքը չորացած է։ Եվ հետաքրքիր է, որ մենք տեսնում ենք օրինակի համար նման իրականություն շատ տարբեր իրավիճակներում։ Օրինակի համար Ղազարոս ով որ մահացած էր, Տեր Հիսուս Քրիստոս ինչ է հրամայում, ասում է դուրս եք։ Կամ օրինակի համար կաղին ասում է վեր կաց, Գործք առաքելոց 3-րդ տեսնում ենք, եւ ասում է եւ նա քայլում էր, աշակերտներն են արդեն այդ կոչն անում։ Ուշադրություն դարձրեք, որ նույնիսկ այս խոսքի մեջ ինչ է անում, իշխանություն է տալի անելու մի բան, որը որ մինչև այդ ինքը չէր կարողանում անել։ Ու Մակարդուրը գրում է հետևյալն, ասում է Քրիստոսի յուրաքանչյուր աստվածային հրաման իր մեջ կրում է իրականացնելու նաև զորությունը նրանց համար, ում նա կանչում է։ Դա համար երբ որ Տերը մեզ ինչ որ մի բան է ասում անելու, ոչ միայն ասում է ու դրանից հետո ասում է գնա ոնց կարաս տենցել արա, այլ նաև ինչն է տալիս, կարողությունը, զորությունը այդ ամեն ինչը անելու։ Այն ծառայությունը ինչի մեջ որ մեզ Տերը կանչում է, այդ ամեն ինչի շրջանակում Տերը հոգալու է ամեն բան ինչի որ մենք կարիքն ունենք։ Երբ որ այս ձեռքը չորացած մարդուն ասում է ձեռքդ մեկնիր, ինքը նաև այդ կարողությունն է տալի, որպես այս մարդը կարողանա ձեռքը մեկնի։ Նույնպես եւ աշակերտներն, երբ որ ասում է դուք կերակրեք, սկիզբը աշակերտներն ու մի քիչ sense բան են անում, վախենում են, ախր մենք ոնց կերակրենք, այսքան մարդ կա, 5000-ից ավել մարդ կա, մեր մոտ ընդամենը մի քանի հատ հաց է, մի քանի հատ ձուկ է, այս ինչ ես ասում Տեր Հիսուս։ Բայց Հիսուս այդ կարողությունն է տալու աշակերտներին տալիս այնքան հաց, այնքան ձուկ, որ ոչ միայն այդ հազարավոր մարդիկ են կշտանում, այլ նաև բավականին հետ են բերում իրանց։ Երբ որ Տեր Աստված մեզ կանչեց, մենք կարող էինք արձագանքել։ Եփեսացիս 2-րդ գլխում շատ հստակ ասում է, որ մենք մեռած էինք։ Մենք ապրում էինք մեր ցանկությունները կատարելով։ Ապրում էինք այնպես, ինչպես որ մենք էինք ուզում, եւ դա համընկնում էր սատանայի կամքին։ Եվ էությամբ ամբաստանության որդիներն են, այսինքն հակառակորդ էինք։ Եվ երբ որ Տերը մեզ կանչում է, մենք ի վիճակի չենք արձագանքելու։ Բայց Տերը ինչ անում նույնիսկ այս ժամանակ, մեզ ի վիճակի է դարձնում արձագանքելու։ Որովհետև Տերը որևիցե բան չի անում, որ ասի, դե գիտես ինչ կա, դե ես չէի կարա, Տեր Աստված, դու ինձ ինչ որ բան ես տվել, որ ես չեմ կարա անեմ։ Չէ, Աստված այնի ամեն ինչի մեջ ինչ որ մեզ կանչում է, նաև տալիս է կարողությունը։ Այս մարդը ուշադրություն դարձեք նորից չի վիճում։ Չի ասում, Տեր, դու ախր չես տերնում, ձեռս չորացած է, արդեն քանի տարի է չեմ կարողանում շարժեմ։ Չի ասում, դե նախ բուժի, որ կարողանամ ձեռքս առաջ բերեմ։ Նա պարզապես ինչ անում, հնազանդվում է։ Եվ նույնպես եւ մեր կյանքում է շատ դեպքերում Տերը մեզ կանչում է ինչ-որ մի բան անելու։ Մենք այդ պատկերացումը, այդ հասկացողությունը ոնց է լինելու, ինչ է անելու, ռեսուրսները նախ եւ առաջ մենք դա չենք տեսնում։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ինչ անենք, ավելորդ հարցեր տանք եւ այլն, ախր ոնց էս անելու, ինչ կլինի, բա որ այսպես, բա որ այնպես։ Եթե Տերը կանչում է, ուրեմն ինչ արեք, հնազանդվեք։ Հնազանդվեք, մի սպասեք, ասեք, դե երբ որ կլավանամ, երբ որ այս հարցերը կլուծվի եւ այլն, նոր դրանից հետո կանեմ 14 համարը։ Իսկ փարիսեցիները դուրս ելան ու նրա դեմ խորհրդակցեցին, թե ինչպես նրան կորստյան մատնել։ Ուշադրություն դարձնում եք արձագանքը։ Այսինքն փորձեցին ինչ-որ կերպով բռնեն Հիսուսին, չի ստացվում, եւ դրանից հետո տեսնում ենք հակառակությունը։ Փարիսեցիներն առանձնանում են ու սկսում են մտածել, լավ ոնց անենք, որ սպանենք այս մարդուն։ Ուշադրություն դարձեք այդ չարության այն մակարդակը, որ իրենց կողքի մարդը այս պայծության բժշկվեց, իրանք իրենց սկզբունքների համար մտածում են ոնց Քրիստոսին սպանեն։ Դրա համար էլ այդ պատմության մեջ մենք նման շատ իրավիճակներ ենք տեսնում ու մի ասեք, դե ես այդ ձևին չէի, մենք էլ ենք այդ ձևին։ Եվ շատ դեպքերում նույնիսկ Քրիստոսին ճանաչելուց հետո շատ դեպքերում մենք պատրաստ ենք լինում մարդկանց տրորելու, հանուն մեր սկզբունքները պահելու։ Մեր անունը բարձր պահելու համար։ Ոչ ոք չի ուրախանում, չեն ասում փառք Աստծուն, չեն ասում այս մարդը բժշկվեց, այս ինչ հրաշք եղավ։ Ինչ են անում, որոշում են
իրենց հավատքի համար, հանուն իրենց հավատքի ինչ անեն, սպանեն։ Ոնց կազմակերպենք, որ Հիսուսից պրծնենք։ Չի շարժվում այնց, ոնց որ մենք ենք մտածում, ոնց որ մեր սկզբունքներն են։ Մոլերանդությունը լավ տեղ չի տանում, այդ կապ չունի։ Հոգևոր շրջանակում է, թե չակերտավոր մոլերանտ հայրենասիրություն է եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը լավ տեղ չի տանում։ Պողոս առաքյալներ էր ժամանակին է ձևի մոլերանտ կրոնավոր։ Ու ինչ էր անում, հանուն Աստծու քրիստոնյաներին էր ձերբակալում, սպանում։ Ամեն ինչ անում էր, որպեսզի հանուն Աստծուն լավ բան անի։ Մի եղբայր գրում է, կրոնը կարող է փոխել մարդու վարքը առանց փոխելու նրա սիրտը։ Մարդը կարա տարիներով մի եկեղեցում լինի, սկսին այդ եկեղեցու մարդկանց նման խոսել, որոշ առումով մասնակցել եւ այլն նմանվի, բայց երբեք սիրտը փոխված չլինի։ Դրա համար Հովհաննեսն ասում է, կան ոմանք, որոնք որ մեր մեջ էին, բայց մեզանից չէին։ Արտաքնապես նման են, որ սենց առաջի հայացքով նայում, այս տարբերությունը չես զգում։ Գուցե մարդը ավելի սենց ասած մոլերանտ ծառայող լինի, բայց սիրտը փոխված չի, Քրիստոսինը չի, ինչ որտեղ բնավորությամբ էլ չի երևում, Քրիստոսի հոտը համը չի գալիս այդ մարդու վրայից։ Ու փարիսեցիները դրա կենդանի օրինակն էին։ Նրանք արտաքնապես արդար էին երևում, բայց ներքին առումով անհնազանդ էին Աստծուն։ Դա համար Մատթեոս ավետարանում կհիշեք լեռան քարոզի ժամանակ Հիսուսն ինչ ասեց. Եթե ձեր արդարությունը նրանց արդարությունից ավելին չլինի, Տիրոջ արքայության մեջ չեք լինելու, տեղ չունեք, որտեղ նրանց արդարությունը արտաքինն է, ձևականն է, ցուցադրականն է, բայց ներքուստ Տիրոջինը չեն, Աստծունը չեն։ 15 համարն ասում է, երբ Հիսուսն իմացավ, այնտեղից հեռացավ, եւ ժողովրդի մեծ բազմություն գնաց նրա հետևից, ու նա բոլորին բժշկեց։ Հիմա նայեք, առաջին հայացքից կարող է տպավորություն լինի, որ Հիսուս վախեցած էր, արագ փախավ, որ չբռնեն եւ այլն։ Խնդիրը դրա մասին չէր։ Հովանո ավետարանում 10-րդ գլուխ 18 համարում Տեր Հիսուս Քրիստոս հստակ էս խոսքն ասում. ոչ ոք իմ կյանքը չի վերցում ինձանից, այլ ես ինքս եմ տալիս այն։ Եվ մինչև այդ մի քանի անգամ տեսել ենք, որ հավաքվեցին, փորձեցին բռնեն, բայց ասում է Հիսուս հանգիստ նրանց միջից դուրս է գալիս։ Հիսուս չի փախնում, չի վախենում, որևիցե մեկից չէր վախենում, որևիցե բանից չէր վախենում։ Նա շարժվում է այն սահմանված ժամանակացույցով, որը որ հայրը տվել էր։ Եվ շատ դեպքերում ասում է դեռևս ժամանակը չի եկել, խաչի ժամը դեռ չի եկել, բայց ուշադրություն դարձեք, երբ որ դուրս եկավ, ասում է շատերը նորից եկան Քրիստոսի մոտ, Քրիստոսը ինչ արեց, բոլորին նորից բժշկեց, որտեղ տեսնում էր, որ կարիք ունեին, ու Հիսուս անտարբեր չէր անցնում, անտարբեր չէր մարդկանց նկատմամբ, մուսուլմանների մոտ, ընդհանրապես, եթե մի փոքր ուսումնասիրեք իսլամը, կտեսնեք, որ իրենց Աստված մարդասեր Աստված չէ։ Եվ որևիցե մեկը որևիցե հույսել չունի իրենց Աստծո մոտ կգնան, դրախտ կգնան, թե չէ, ինշալլա, եթե Տերը կամենա, այսինքն այս տրամաբանությամբ են առաջնորդվում։ Հիսուս այս ձևին չէր։ Հիսուս սիրում էր մարդկանց։ Նույնիսկ նրանց, ովքեր որ չէին էլ հավատալու իրեն։ Գուցե մի քանի ամիս հետո կամ տարի հետո կանգնելու էին խաչի մոտ ու ասեին, գիտես ինչ շատ լավ էր, խաչեք իրան։ Նույնիսկ այդ մարդկանց Տերը ողորմում էր։ Ու այս պարագայում նորից չի մտածում իրա մասին։ Մենք որ լինեինք Քրիստոսի տեղը, արդեն շատ էինք մտածել, լավ ոնց անենք, փախնենք, հանկարծ մեր տեղը չիմանան եւ այլն։ Նույնիսկ այդ ժամանակ Հիսուս չի մտածում, այսպես ասած իր անվտանգության մասին։ Մտածում է, որ կողքը մարդիկ կան, ովքեր որ կարիք ունեն, ովքեր որ խնդիր ունեն։ Ու հիշեք մի բան, Տիրոջ սերը չէր որոշվում կամ արտահայտվում իրավիճակներով։ Այսինքն դե այս իրավիճակում սերս արտահայտելը հարմար է, կարտահայտեմ։ Այս իրավիճակում սերս հարմար չի արտահայտել, չեմ արտահայտի, նման ձևով չէր անում։ Այլ նրա ամբողջ ընթացքը ուղիղ կերպով կապված էր, գիտեք ում կամքի հետ, հոր կամքի հետ։ Ու իր սեփական ողորմած բնավորությամբ։
որը որ համընկնում էր։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոսը ինչ որ անում էր այն ինչ որ ցանկանում էր եւ դա համընկնում էր ում կամքի հետ, հոր կամքի հետ։ Ու այս առնվազն մեր առաջ կարա 3 հարց առաջ բերի։ Արդյոք մենք մեր առօրյայում տեսնում ենք մարդկանց կարիքները, թե ոչ։ Եվ եթե այս հարցն եմ տալի, հիշեք մի բան, մարդկանց ամենաառաջնային կարիքը ո՞րն է։ Հենց Տեր Հիսուս Քրիստոսը։ Հենց Տեր Հիսուս Քրիստոսն է։ Արդյոք մենք ավետարանը քարոզում ենք, թե ոչ։ Արդյոք մենք մարդկանց կողքին ենք, արդյոք մենք տեսնում ենք մարդկանց, թե ոչ, նկատում ենք, թե ոչ։ Աշակերտները շատ դեպքերում, եթե հրյա չէին, հեթանոսներին չէին էլ տեսնում։ Գիշեք Սամարացու են կնոջ պատմությունը, որ գնացին, առևտուր արեցին եւ այլն, հետո հետ եկան տեսան Հիսուս Սամարացի կնոջ հետ էր խոսում, ու Հիսուս ինչ է ասում։ Ասում է ձեր աչքերը բարձրացրեք եւ տեսեք, որ դաշտերը հասունացել են, այսինքն ձեր շուրջը եղող մարդկանց նկատեք, տեսեք, որոնք որ կարիք ունեն Տեր Հիսուս Քրիստոսի։ Դուք այդ նկատում եք, այդ կարիքը տեսնում եք, թե ոչ։ Երկրորդը արդեն սրա մասին ասացի, այն աստվածաբանությունը, որ ես ունեմ, դրդում է ինձ մարդ սիրելուն, թե հակառակը, մարդկանց ատելուն եւ մերժելուն, ասելուն, դե ես սուրբ եմ, իրանք բոլորը կներեք, էլի ես մի քանի անգամ կրկնել եմ, դժոխքի մատերիալ են։ Այս տրամաբարությամբ եմ ես առաջնորդվում, թե ոչ։ Մեր գիտելիքը մեզ դարձնում է կոշտ, անհամբեր, անողորմ, թե հակառակը։ Տեր Հիսուս Քրիստոսի բնավորությունն է արտահայտվում մեր մտքերում, մեր քայլերում, մեր արարքների մեջ։ Մենք նմանվում ենք փարիսեցիներին, թե նմանվում ենք Քրիստոսին։ Ինչի որովհետև Տեր Հիսուս Քրիստոս հոգ էր տանում մարդկանց, եւ դա այո արտահայտվում էր նույնիսկ մարդկանց կարիքները հոգալու։ Դրա համար Հակոբոսն էր շատ դեպքերում այդ պարզ օրինակն է բերում, ասում ումն է պետք, որ դուք կանգնեք ձեր ընկերոջը, ձեր եղբորն ասեք, գնա խաղաղությամբ Աստված հետ այդ, բայց եթե կարիք ունի, չեք տալիս։ Սովածը չեք կերակրում, մերկա չեք հագցնում։ Ումն է պետք է ձեր արտահայտությունները, գնա խաղաղությամբ Աստված հետ այդ եւ այլն եւ այլն։ Երրորդը սիրելիներ, ու էսի նորից ամենակենտրոնականն է։ Տեր Հիսուս Քրիստոսի հոգատարությունը երևում էր այն հույսի մեջ, որը որ եկել էր բոլոր ազգերի համար։ Բոլոր ազգերի համար փրկություն։ 16-ից 21 համարներն ենք նայելու։ Ուշադրություն դարձեք ինչ է ասում խոսքը։ Եվ պատվիրեց նրանց, որ իր մասին չհայտնեն, ինչի որովհետև նորից իր առաքելությունն ուներ եւ կարիքը չուներ, որ ուղղակի իրեն հետևեին այդ բժշկությունների բաների համար։ Բայց ուշադրություն դարձեք, այս ամեն ինչը ասում է, կատարվեց 17 համարը։ Կատարվեր Եսայե մարգարեի միջոցով ասվածը։ Այսինքն այն ամենը ինչ որ Տեր Հիսուս Քրիստոս անում էր, եւս մեկ անգամ ինչ էր անում, մատնանշում էր իր ով լինելը, որպեսզի հրաները եւ նաեւ մենք հասկանանք մի բան, որ Տեր Հիսուս Քրիստոս խոստացված ով էր, Մեսիան էր, խոստացված Մեսիան էր։ Մեջ բերումը արվում է Եսայե մարգարեության 42-րդ գլխից։ Եվ հետաքրքիր է 18 համարն ասում է. ահա իմ ծառան, որին ընտրեցի, իմ սիրելիին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ։ Իմ հոգին նրա վրա կդնեմ եւ նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Այս խոսքերը շատ կարեւոր են։ Երբ որ ասում է 5 տականում ընդհանրապես ծառա գաղափարը, նշանակում է Աստծո համար հատուկ կանչված մեկը։ Այսինքն, երբ որ Աստված կանչում է հատուկ մեկին, անվանելով իր ծառա որպես։ Եվ մենք ստե տեսնում ենք Տիրոջ ծառա հատկապես վերաբերվում էր ում Աստծո այն Մեսիային, ով որ պետք է փրկagorցությունը իրականացնել։ Եվ Մատթեոսը այս ամեն ինչը շեշտում է, այդ ծառան ով էր։ Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսն էր։ Հիսուս Քրիստոսն էր, որ Աստված լինելով, թագավորների թագավորը լինելով, ինչ արեց։ Ինքն իր անձը խոնարեցրեց։ Հովանու 6:38 ասում է, որովհետև ես իջել եմ երկնքից, որպեսզի ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը կատարեմ։ Պողոս առաքյալը գրում է Փիլիպպեցիս 2:6-8, ով Աստծո բնությունն ունենալով նորից Հիսուս Քրիստոսի մասին ասում,
ով Աստված լինելով Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց։ 7-րդ համարը, այլ ինքն իրեն ինչ արեց, ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով ինքն իրեն խոնարեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Հեսևի Տեր ունենք։ Իսկ մենք շատ դեպքերում մեզանից ոչ մի բան չենք ներկայացնում, ունենք ենք վեր թռնում, որ մեկ-մեկ զարմանում ես։ Երկրորդը ասում է, որ Տեր Հիսուս Քրիստոս գործում էր հոր հաճությամբ, այսինքն այն ամենը ինչ որ անում էր, հորը հաճելի էր։ Դրա համար շատ տեղերում ինչ է ասում, սա է իմ սիրելի որդին, որի նկատմամբ իմ հոգին բարեհաճ եղավ։ Սա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի, Մատթեոս 3:17։ Հայրն ու որդին ամբողջությամբ միավորված էին, նաև Սուրբ Հոգին էլ փրկagorցության այս ողջ ընթացքի մեջ։ Ու Հիսուս պարզապես մարդասիրական ծառայություն չէր անում։ Սա էլ է կարևոր, որովհետև եկեղեցիներ կան, կազմակերպություններ կան, որոնց որ գուցե սկսել էին ճիշտ մղումներով, ավետարանի քարոզելով, նաև ինչ անել, բարիք անել, ինչ արեցին, ավետարանը դրեցին մի կողմ եւ կենտրոնացան միայն արտաքին օգնության վրա։ Հա, բարեգործություն ենք անում, տուն ենք կառուցում, օգնում ենք, տալիս ենք սովածներին, բայց ավետարան մեջ չկա։ Լավ պատկեցեք, կերակրեցիք մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, հետո էլի սովածանալու են։ Լավ պատկեցենք ամբողջ կյանքը պատրաստ եք այդ մարդկանց ծառայելու, բարին անելու։ Բայց հոգին վերջի վերջո կորցնելու են, որտեղ ավետարանը չեք քարոզում։ Ո՞րն է այդ ամեն ինչի կենտրոնական նպատակը, ո՞րն է այդ ամեն ինչի իմաստը։ Դրա համար Հիսուս ոչ միայն կարիքները հոգաց, այլև ինչ արեց, ավետարանը քարոզեց։ Երբեք դեպք չեք գտնի, որ Տեր Հիսուս Քրիստոս մեկին օգնածներ ֆիզիկական առումով, բժշկեր կամ կերակրեր, ու դրանից հետո ոչ մի բան չասեր, այդքանով սահմանափակվեր։ Միշտ ճշմարտությունը փոխանցում էր։ Ինչու՞, որտեվ հոգու փրկությունը շատ ավելի կարևոր է, քան թե մարմնի։ Երրորդը Հիսուսը արդարություն է հայտարարում բոլոր ազգերին։ Նա ասում է, նա հեթանոսներին կհայտնի դատաստանի մասին։ Ու դատաստան ոչ միայն նշանակում է դատաստան, այլ նաև արդար կարգավորում, իրավունքը։ Այսինքն այս պարագայում ասում է, որ Մեսիան բերելու է արդար դատաստան։ Արդար դատաստան ու սրա մասին է պատում բոլոր ազգերին։ Նա գալիս էր վերականգնելու այն ինչ որ մեղքը ինչ էր արել, կործանել էր։ Կործանել էր։ Ու սա նոր գաղափար չի։ Աբրահամի մասին գիտեք Աստված ինչ ասեց։ Ծննդոց 12:3 ասում է երկրի բոլոր ազգերը քեզանով պիտի օրհնվեն։ Հերաները պետքա օրհնություն լինեին ուրիշ ազգերի համար, որտեղ ճշմարտությունն իմանալով պետքա ուրիշ ազգերին ինչ անեին, այդ ճշմարտությունը փոխանցեին։ Բայց ինչ արեցին, կենտրոնացան իրենց վրա։ Դա համար երբ որ նույնիսկ պահը եկավ, Հիսուսին չճանաչեցին։ Եթե մենք էլ մենակ մեր եսի, մեր ցանկությունների վրա կենտրոնանանք, մենք էլ ենք դառնալու այս ձևի սենց եսակենտրոն, ինքներս մեր անձի վրա կենտրոնացած մարդիկ։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոս ինչ է անում, կանչում է մեզ, որպեսզի մենք գնանք ու ավետարանը քարոզենք։ Չորրորդ հետաքրքիր է, որ այս պարագայում նաև երևում է Հիսուսի հոգատարությունը նրա մեղմության մեջ, նրա այդ նրբանկատ լինելու մեջ։ Հետաքրքիր երկու արտահայտություն կա։ Նայեք, ասում է, նա չի հակառակվի, չի աղակի եւ ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսում, այսինքն չի կանգնում, որպես թագավոր ինքն իրեն ներկայացնում, ինչ որ խժդժություն առաջացնում, ընթացք առաջացնում, որ ողջ թագավորությունը իր ձեռքը վերցնի։ Նման ձևով չի վարվում։ Մարդկային փառք չի փնտրում, մարդկային տրամաբանությամբ չի առաջնորդվում։ Այլ ինչպես է առաջնորդվում, ասում է ջաղջաղված եղեգը չի փշրում։ Եղեգը, եթե որոշ առումով կոտրված էր, մարդկանց համար անպիտան էր դառնում։ Այսինքն այդ եղեգը էլ չէին կարող օգտագործել որպես ամուր հիմք։ Ինչ էին անում մարդիկ, այդ եղեգը շպրտում էին։ Քրիստոս խոսում է մարդկանց մասին։ Այն մարդիկ, որ մերժված էին, անպիտան էին համարում, ոչ պետքական էին համարվում, Քրիստոս այս մարդկանց վերջնական չի ջաղջախում։ Եվ ոչ էլ ինչ է ասում է
արկածող պատրույքը չի հանգցնելու։ Այսինքն, եթե մարդը այդ տկարության մեջ է, քիչ է մնացել արդեն հանգում է, չի վերջնական հանգցնում, ասում դե ինձ պետք չես։ Մենք ենք, որ շատ հեշտ ենք հրաժարվում մեր եղբայրներից, մեր քույրերից, սենց մի հատ մատի շրխկոց վերջ, հանգիստ ազատվում ենք, մեզանից հեռու լինի, սենց ասած, շարից, փորձանքից հեռու, ապրենք մեր կյանքով եւ այլն եւ այլն։ Հիսուս տենց չի վերաբերվում։ Համար երբ որ բորոտներ կային, այդ բորոտներին նույնիսկ դիպչում էր, երբ որ որևիցե մեկը իրավունք չուներ այդ բորոտներին կպնելու։ Երբ որ մեղավոր կին, որ անբարոյական էր, որ անընդունելի էր մարդկանց կողմից գալիս, սա խոնարհվում է եւ լացելով Տիրոջն աղերսում, Տեր Հիսուս Քրիստոս ներում էր։ Դրա համար էր, երբ որ Պետրոսը 3 անգամ ուրանում էր, ասում էր իրան չեմ ճանաչում, նույնիսկ երդվում էր Աստծո անունով, որ ես իրանից չեմ, իր հետ չեմ, նորից Տեր Հիսուս Քրիստոս այցելում է այդ Պետրոսին, ինչ անում, բարձրացնում է։ Մենք ինչպիսի ընթացք ունենք եւ վերջինս ելներ ասում է, որ եւ հեթանոսների հույսը կդնեն նրա անվան վրա։ Տեր Հիսուս Քրիստոսն է դառնալու հեթանոսների համար այդ հույսը։ Այդ հեթանոսների մեջ գիտեք նաեւ ովքեր են մտել։ Մենք հայերս, որովհետեւ այդ ժամանակ հрьяաների համար մենք հեթանոս ենք, ու այո, հեթանոս ենք, կռապաշտ ենք։ Մենք մեր պանթեոնն ունենք, մենք մեր վահագներն ունենք եւ այլն եւ այլն։ Եվ այո, մեր հույսը նորից դարձավ Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ Հայտնություն 7:9-ում տեսնում եք այդ գեղեցիկ պատկերը։ Ասում է սրանից հետո տեսա ահա մեծ ամբոխ, որին ոչ ոք չէր կարող հաշվել, կազմված բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից, որոնք կանգնած էին աթոռի եւ գարան առաջ, սպիտակ զգեստներ հագած եւ արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին։ Այդ փրկությունը բոլոր ազգերին Տեր Հիսուս Քրիստոս ինչ արավ։